Ալիևի հետ բանակցություններում արևմուտքի հովանու ներքո ճակատագրական որոշումներ կայացրած Հայաստանի ղեկավարը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին շտապեց առաջինը զեկուցել Ռուսաստանի նախագահին։ Միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանի բնութագրմամբ Փաշինյանը շարունակում է ավանտյուրիստական քաղաքականությունը։ Այդ ավանտյուրիստական արտաքին քաղաքականությունը, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը վարում է, իբրև թե կտրուկորեն փոխում է իր արտաքին քաղաքականությունը եւ դառնալու է ԵՄ անդամ, խորացնելու է իր հարաբերությունները արևմուտքի հետ, դա ի վերջո կարող է հանգեցնել նրան, որ կտրուկորեն հակառակ ուղղությամբ կփոխվի Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Թրամփ-Պուտին հարաբերությունների ջերմացումից իրավիճակ կարող է փոխվել նաև հարավային Կովկասում։ Ռուս-ուկրաինական ճգնաժամի հաղթահարումից հետո Մոսկվայի դիրքերը մեր տարածաշրջանում նորից կարող են կտրուկ ամրանալ։ Երևանում հասկանում են, որ ռուսները կարող են իրենց չներել քաղաքական դավաճանությունը, կհիշեցնեն ռուս-ուկրաինական կռվի ամենաթեժ օրերին հայ իշխանավորները նրանց աջակցող որոշ վերլուծաբաններ հիացմունքով ավետում էին Ռուսաստանի վերջն եկել է, փրկությունը արևմուտքում պետք է գտնել։ Վերջ Ռուսաստանը քանդվելու է շուտով, հիմա Ուկրաինան կհասնի, Մոսկվան կգրավի, չգիտեմ, այդպիսին վերլուծություններ էին անում։ Կհիշեցնեմ նաև, որ Արմեն Գրիգորյանը քարտուղար անվտանգության ինքը եւս ասում էր նրա մասին, որ իրադարձությունները կտրուկորեն փոխվել են, դա 2022 թվականի աշնանն էր։ Ռուսաստանը այլևս դուրս է գալիս Կովկասյան տարածաշրջանից եւ մենք եւս պետք է փոխենք մեր արտաքին քաղաքականությունը։ Եվ ես վստահ եմ, որ դա հիմնական պատճառը դարձավ, որ Հայաստանը գնաց միակողմանի զիջումների Արցախյան հիմնահարցում, հենց աշնանը Հայաստանը գնաց 22 թվականի Պրահա, ստորագրեց այդ պայմանագիրը կամ համաձայնությունը տվեց Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս իր բոլոր հետևանքներով, էթնիկ զտումներ, օկուպացիա եւ այլն։ Մոսկվայից ասում են, պատրաստ են հարթակ տրամադրել երկկողմ հարաբերությունները կարգավորելու շուրջ շփումների, ինչպես նաև խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Վերլուծաբանները պատահական չեն համարում այն, որ հայ-ադրբեջանական համաձայնությունը ողջունող Մարիա Զախարովան հիշեցնում է Պուտինի, Փաշինյանի ու Ալիևի 2020-2022 թվականների պայմանավորվածությունները։ Մոսկվայում գլխի են ընկել Փաշինյանի ու Ալիևի տետատետ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների շղարշի տակ արևմտյան ռումբ է դրված։ Ռուսներին հարավային Կովկասից հանելու նպատակով։ Իրենց համար միևնույն է, դա կլինի միակողմանի զիջումներ, երկկողմանի, միևնույն է, կարևոր իրենց համար, որ խաղաղություն լինի, որ իրենք ստանան այդ ճանապարհները եւ կարողանան կապ հաստատել Կենտրոնական Ասիայի երկրների հետ, որոնք հարուստ են էներգարեսուրսներով, իսկ էներգարեսուրսները շատ կարևոր են այսօր եվրոպական պետությունների համար։ Հովհաննիսյանը նկատում է ի տարբերություն Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների սեփական նեղ տնտեսական շահերի, Ռուսաստանին այստեղ երկարատև ու կայուն խաղաղություն է պետք։ Ի վերջո իրենք ավելի մոտ են գտնվում այս տարածաշրջանին, տասնյակ տարիներ շարունակ իրենք տեսել են, թե ինչպիսի իրադարձություններ են զարգացել տարածաշրջանում եւ գուցե ավելի ունակ են անալիզ անցկացնել այդ իրադարձությունների, քան օրինակ հերավոր Միացյալ Նահանգները կամ որոշ եվրոպական պետությունները կամ Չինաստանը, որոնք նախ հեռու են գտնվում ավելի տարածաշրջանից, երկրորդը երբևիցե ուղիղ առնչություն կոնֆլիկտի հետ չեն ունեցել։ Միջազգայնագետը վստահ է, անգամ հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրումը չի կանխելու թուրք-ադրբեջանական տանդեմի նոր պահանջների ներկայացումը։ Արդեն Բաքվից ակնարկում են, դեռ մոտ չեն փաստաթղթի ստորագրմանը։ Անդրանիկ Հովհաննիսյանը համոզված է, միայն տարածաշրջանում կենսական շահեր ունեցող միջնորդը կարող է զսպել Բաքվի ու Անկարայի ախորժակը։ Հավանաբար հենց սա հասկանալով է Փաշինյանը որոշել զանգահարել Պուտինին։ Իսկ կների Փաշինյանին Պուտինը, միջազգայնագետը նկատում է, Փաշինյանի, Սահակաշվիլի, Զելենսկիի նման քաղաքական գործիչների դարաշրջանը կարծես թե ավարտվում է, բայց դեռ ընթացքի մեջ է նրանց օգտագործելու ժամանակը։ Վստահորեն կարող եմ ասել, դա ի վնաս է Հայաստանի Հանրապետությանը, անկախ նրանից, թե որ կողմ է օգտագործում, մեզ բարեկամ պետությունը, թե մեզ թշնամի պետությունը։ Կարնե Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան և Սմբատ Ասլիկյան, Հայլուր։